Կերամա մարացին, մնալով հավատարիմ ավանդույթներին, շարունակում է շրջագայել աշխարհով։ Այս անգամ մեր հանգրվանը 7 թմբի վրա գտնվող Հռոմն է, հռոմեական հավաքածու։ Դիզայներների խումբը ստեղծել է իսկական գեղագիտական հաճույք պատճառող հավաքածու։ Համեցեք տեսնել եւ կատարել ժամանակի թելադրած ընտրություն։ Կերամա մարացի։ Այս տարի բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Ինչ որոշեցիր։ Ես երեկվա ասացներիդ մասին գիշերը երկար մտածել եմ։ Գուցե եւ դու ճիշտ ես։ Ես էլ եմ կարծում։ Կարծում եմ, որ միակ ելքը բաժանումն է։ Խնդրում եմ մոռացի ինչ որ ասել եմ քեզ։ Կներես, երևի ես ինձ էգոիստի նման եմ պահում։ Կամ ավելի ճիշտ կամակոր երեխայի։ Կներես, ես իրոք քեզ սիրում եմ։ Ուզում եմ իմանաս, որ դու ամենակարևոր մարդն ես իմ կյանքում։ Քեզ շատ եմ սիրում։ Ինչքան ժամանակա քեզ չէի տեսել, ո՞նց ես։ Ահավոր դրության մեջ եմ, Արմեն, չեմ կարողանում փող գտնել։ Դու պիտի օգնես ինձ։ Իմանալով, որ նման վիճակում ես հայտնվելու, պապ, ինչի այդ քայլին դիմեցիր։ Հիմա ինձ խորհուրդներ հարկավոր չէ։ Եթե ելք գիտես, ցույց տուր։ Հրաժարվի երաշխավորագրից հետ տենդերդ հետ վերցրու։ Հարգանքս հողին կհավասարվի, տղա ջան։ Էլ ոչ ոք ինձ չի վստահի, հասկանում ես, չէ։ Միևնույնն է պատիվդ գետնովը հավասարեցված, բոլորը ծիծաղում են քեզ վրա։ Ես ուղղակի չեմ հասկանում, ոնց կարող էիր ավետիսի հետ ոտք մեկնեիր։ Լսի ինչ եմ ասում, Արմեն։ Ես մի նոր կազմակերպություն կբացեմ, դու կդառնաս իմ գործընկերը։ Շինարարության վրա աշխատողները բոլորը քո հսկողության տակ կլինեն։ Այս բոլորը կարելի է գաղտնի անել։ Հիմա դու ինձ կօգնես, այս վիճակից դուրս կգանք, հետո մենք մեր գլխի տերը կդառնանք։ Ես նման բան չեմ անի։ Ով ես դու։ Կասես։ Կարող է ավետիսի տղեն ես խաբար չկավրես։ Եթե ես պահին, ես նեղ վիճակում դու հորդ չես օգնում, էլում ես դու պետ։ Լիլ, բայց մորքրուդ լավ բան առաջարկեց։ Իրոք կարելի է DJ հրավիրել, համ էլ լավ կուրախանանք։ Համաձայն եմ։ Ինձ թվում է լավ կլինի, որ կենթանի երաժշտությունից հետո DJ լինի։ Արի վաղը միասին ասենք ծնող կոմիտեին։ Լիլ, իսկում հետ ես գալու։ Չգիտեմ, բապան դժվար գա։ Բա դու։ Դե, մամայի։
Լիլարին Արեգին էլ հրավիրենք, հա։ Եթե պապան չկարողանա գա, ես անպայման Նարեկի հետ կգամ։ Սպասեք, բա ես էլ եմ գալու։ Հեսա ոդկս լավանա կամ։ Չես հավանում։ Լավ։ Չէ, փուճուրս։ Դուք կտենաք, սպասեք հեսա։ Ես մեծանամ կտեսնեք Արսենը ով է իրականում։ Վիկա, դու ես իմ հետևից վազելու։ Ու այդ ժամանակ ես քեզ կհիշացնեմ գոհացած բառերը։ Փուճուր։ Ոայ Արսեն ջան, նեղաց է։ Չէ, լավ, ինքը ճիշտ է ասում։ Ինքը որ մեծանա, Նարեկից էլ սիրուն կլինի։ Դե մենք էլ այդ ժամանակ մի մանկապարտեզ երեխաներ կունենանք։ Լավ, սպասի զանգեմ Նարեկին, տեսնեմ երբ է գալու մի քիչ ուրախանաս։ Այդ ուրտվի։ Նար, մի տարին շատ չի։ Այ կտեսնես, նենց կանցնի մենք էլ չենք զգա։ Հարել, ինչ կա։ Նարեկ, ուր ես։ Մայայի մոտ։ Մայայի մոտ է, բախտը չմբերեց։ Ինչ կա, ինչ է եղել։ Առանձնապես ոչ մի բան, Վիկան մեր տանն է, մտածեցինք դու էլ գաս մեր մոտ մի քիչ շփենք։ Ինչու ես որ հաստատ չեմ գա։ Դե մի արի, Մայեն էլ բարի է։ Իսի պապա տունն է։ Հա, տանն է, ինչի։ Ուղղակի զանգել եկի, ասեցի զանգեմ տենոն տունն է, թե չէ։ Հա, զանգի։ Մի քիչ առաջ մեր հետ էր, Նելին եկավ, ոնց որ իր մոտ էր։ Ոնց Նելին էլ է տունը։ Հա, ինչ է զարմացել։ Չէ, չզարմացա, ուղղակի գիտի որ պետք է օֆիսում լինի։ Չէ, ինքը տանն է։ Լավ, հաջող Նարեկ։ Իսկ պաստորեն սաղ տունն է, հա։ Վայ, հա, արի դու տուն ունայի, ստուգի որ բոլորը տանը։ Լավ, ոնց որ իննա դու ես անում։ Հաջող։ Բակա։ Տուն էինք անջում։ Ահա։ Պրոֆեսորից։ Ինչ անենք։ Վերջապես բարի աճեց։ Լան արեք։ Ուր ես։ Մայայի մոտ եմ ձեզ Զանգում եմ չես պատասխանում։ Հա հեռախոսի ձեն իջացրել էի, հոբան չի պատահել։ Արի տուն խոսելու բան կա։ Ինչ ա եղել որ։ Ասացի գործ կա։ Չէ, ուղղակի Մայայի հետ պայմանավորված ենք, տեղ պետք է գնենք, դրա համար եմ հարցնում։ Վաղ Արմենի հետ պիտի գնաս Վրաստան։ Վրաստան։ Այնտեղ ընթացող շինարարության ընթացքն է պետք ստուգել։ Հասկացա։ Այսօր մեծ պայմանագիր ենք կնքել։ Ես ուզում եմ, որ քեզ էլ սկսեն ճանաչել։ Ես չեմ ուզում, որ մենակ Արմենը զբաղվի այդ ամեն ինչով։ Հուսով եմ հասկանում ես։ Հա։ Լավ, դե հենց հիմա արի մանրամասը կխոսենք, բացի այդ որ հասցնես իրեր հետ հավաքել։ Եղավ, անպայման կգամ։ Ահա գնում եմ Վրաստան։ Լավ էլ ուրախացիր։ Դա դեռ ասում կարևոր գործեր կան ինչ որ։ Ուզում եմ մարդիկ ինձ էլ ճանաչեն։ Շատ ուրախ եմ քո համար։ Կներես, ինձ որ պիտի գնամ տուն ես։ Բա ես։ Դու։ Ինչ։ Հա, ուզում ես դու էլ արի այդպես։ Ճիշտ է, պետք է գործերից խոսամ, բայց կարս գես։ Լավ, դու գնա, ես էլ մի քիչ կհանգստանամ, հետո կորոշեմ կգամ թե չէ։ Լավ, ոնց ուզում ես։ Կորես։
մաքրոտ եք շնչում։ Մեր այգին իսկապես հրաշքա։ Լավ, ես մի քանի զանգեր ունեմ անելու։ Պապ, բարև ձեզ։ Բարև։ Նելի, մենք ուզում ենք քեզնից խորհուրդ հարցնել։ Ինչի՞ ինձ չէր ասել, որ հյուր ենք ունենալու։ Ասեմ ավելին, գիշերային հյուր, որովհետև ես այսօր մնալու եմ ձեր տանը։ Շատ լավ է։ Նելը, բայց մենք իսկականից օգնության կարիքն ունենք։ Կօգնես մեզ։ Ուղղակի ուզում ենք ավարտական երեկոյին շատ շքեղ տեսք ունենալ։ Ես մեծ հաճույքով ձեզ կօգնեմ, բայց ինձ թվում է մաման այդ հարցերում ավելի հմուտ է։ Ու ձեզ ավելի շուտ օգնության կհասնի, քան ես։ Ես մեծ սիրով։ Եկեք նստեք։ Հասմիկ, եթե ուզում ես կարող ենք խոսել։ Խոսենք։ Ավելի ճիշտն ասած, ես էլ վաղուց ուզում էի մի փոքր հանգստանալ։ Ես կսպասեմ մինչև Լիլիթը կոնսերվատորիայի քննությունները ավարտին ու կպարապեմ նրա հետ մինչև քննությունների ավարտը։ Իսկ երբ ամեն ինչ ավարտվի ու մենք իմանանք գնահատականները, ես ուզում եմ տեղափոխվել։ Ես կվաճառեմ իմ հայրական տունը ու այստեղ մոտ մի բնակարան կգնեմ։ Խոստանում եմ միշտ երեխաների կողքին լինել։ Ես էլի ամեն օր կգամ։ Ուղղակի հիմա ճիշտ կլինի, որ ես տեղափոխվեմ։ Եթե իհարկե դեմ չես ավետ։ Դու մեր տանը քեզ վատ ես զգում, Հասմիկ։ Ոչ, ես շատ լավ եմ զգում ինձ այս տանը։ Շնորհիվ քեզ։ Ես միշտ ինձ շատ լավ եմ զգացել։ Ուղղակի երեխաները հիմա մեծ են եւ ամեն ինչ կարողանում են անել ինքնուրույն։ Իսկ ես նրանց կողքին կլինեմ, ինչպես արդեն խոստացա։ Ես հարգում եմ քո ցանկացած որոշում։ Եթե այդպես ես ուզում, այդպես էլ կանենք։ Լիլիթի քննություններից հետո ես կխոսեմ երեխաների հետ։ Ոնց հարմար ես գտնում, այդպես էլ է։ Շնորհակալ եմ շատ։ Արմեն, ես ինչ ես այսքան շուտ եկել։ Առավոտ Վրաստան եմ գնում Նարեկի հետ։ Ինչի՞։ Ու ինչի հենց Նարեկի։ Դե ավետիսը Նարեկին էլ է ուղարկում, որ իբր ծանոթանա գործերին։ Ու քանի օր եք մնալու։ 5։ Դե լավ, եթե գործի համար ես գնում, ինչ անեմ։ Պիտի հարմարվեմ։ Դու որտեղ էիր, եկա տանը չէիր։ Ես դե հայկին էի տարել պատվաստմանը, հետո էլ այգում սպասնեցինք, նոր եկա տուն։ Ինչ եղավ, սրսկեցին։ Մենակ տնայր ոնց էլ լացում։ Բայց լավ աշուտ հանգստացավ։ Արմեն, բայց մի տեսակ ես, ինչ ա եղել։ Ջղայնացած եմ, այսօր էլի պապային հանդիպեցի։ Էլի նոր պատմություն սարքեց գլխիս։ Ես էլ չգիտեմ այդ մարդու հետ ոնց խոսամ։ Փող չի կարողանում գտնի, ջղայնությունը վրես է ջարդում։ Ինչ անենք Արմեն։ Դու քո հոր հետ չես կարողանում համակերպվել, հաշտվել, ես էլ իմ մոր։ Բայց դա մեր ծնողներն են։ Երևի ճիշտ է, որ գնում ես։ Պետք է իրարից մի որոշ ժամանակ հեռու մնալ, չտեսնել իրար։ Չգիտեմ, չեմ հասկանում, տենաս ինչա լինելու սրա վերջը։ Դե լավ, հանգստացի։ Լավ կլինի։ Այ աշխարհ։ Ես Վիգենես, ումից մարդիկ դողում են, դրմետուրն ընգած փող մուրամ, հնել եմ պատճառով, որ տղաս, հարազատ տղաս թիկունքից հարվածեց։
Երևի դու էլ քո ասած հիմարություններին չես հավատում, չէ՞ Վիգեն։ Լավ կլինի մտածես, թե ինչի այսօր անկար։ Երբեք դու տղետ իմ կողմից չեք եղել, ոչ մի անգամ։ Իմ դժվար պահին ոչ մի անգամ կողքից չեք եղել, երբեք։ Էլ չար չկա։ Ստիպված պիտի լինեմ այդ անիծյալ տենդերից հրաժարվել։ Դա քո ամենաճիշտ քայլը կլինի։ Իհարկե, քո համար դա ճիշտ քայլ է։ Բայց դու հասկանում ես, ես Վիգենս բոլորի առաջ խայտարակ եղա։ Եթե սենց շարունակվի, իմ գործերը գնալով վատ են դարձնում, վատ։ Տղետ գնացել ավետի փողերն է շատացնում ու դրանից նվարդն է օգտվում։ Այ աստված իմ, ոնց եմ հոգնել ես տենդերից, ես նվարդից, ավետից, բոլորից, ոնց եմ հոգնել ես գզվրտոցից։ Գոնե դու կողքիս մնա։ Չէ, դու էլ ես ուզում ինձ մենակ թողել։ Վայ աշխարհ, աշխարհ։ Մեր ժամանակ հենց ավարտական երեկոյի ժամանակ ենք իմանում, թե որ տղան, որ աղջկան էր սիրում։ Բա ոնց միջև այդ չէիք իմանում։ Դե այն ժամանակ համ աղջիկներն էին ամաչկոտ, համ տղաները։ Նույնիսկ ավարտական երեկույթի ժամանակ ոչ բոլոր տղաներն էին համարձակվում իրենց սիրելի աղջկան բարի հրավիրեին։ Իսկ դուք շատ երկրպագուներ եք ունեցել։ Թիվ ու հաշիվ չկար։ Մեր դասարանի բոլոր տղաները սիրահարված էին ինձ։ Նույնիսկ իմ երեկոյի ժամանակ իրար հետ կռիվ արեցին, թե ով պետք է իմ հետ պարել։ Եվ վերջով հաղթեց։ Իհարկե նա ում ես ընտրեցի։ Ինչ տղա էր։ Մեր դասարանի բոլոր աղջիկները սիրահարված էին նրան։ Բայց նրա աչքին մենակ ես էի երևում։ Ափսոս։ Մենք շատ շուտ բաժանվեցինք։ Ինչի ամուսնացավ։ Սիրունիկ ջան, ես ոնց կթողնեի, որ նա ուրիշի հետ ամուսնանար։ Ուղղակի ավարտելուց հետո նրանք ընտանիքով գնացին Ամերիկա։ Սկզբից ինձ նամակներ էր գրում, բայց դե հետո։ Հետո ամուսնացավ։ Չգիտեմ, բայց ես մինչև հիմա հիշում եմ նրան։ Ուրեմն ճիշտ են ասում, որ առաջի սերը երբեք չի մոռացվում։ Բարև ձեզ։ Բարև Նարեկ։ Բա ինչ կա Վիկա ջան, որ եկել ես մեր տուն։ Ավարտական երեկոյին ենք պատրաստվում։ Ված չի։ Այրը դու էլ քո ավարտական երեկոյի մասին պատմի։ Տեսնենք այդ օրը քանի աղջկա է սեր խոստովանել։ Ես երբեք ոչ մեկի սեր չեմ խոստովանել։ Վիկ, դու դեռ կարող ես հույսեր բայ։ Ինչ ասեցիր։ Ոչ մի բան, ասում եմ մեղք ես։ Կյանքը շատ տխուր անցնում առանց սեր։ Ո՞։ Մեր Նարեկը այսօր տրամադրություն չունի։ Գոնե մեր գեղեցկույների հետ մի քիչ բարեհամբույր եղի Նարեկ ջան։ Բնականից լավը չկա տիկին նվարդ։ Լավ ինձ կներեք, դեզավետը սպասում է ինձ։ Խելոքը պայս վպուսկնենք ես։ Ավետիս ենք սենյակում են Նարեկ։ Նարեկ եկար, նստի։ Բարև։ Հենց գործի անում լսեցիր, տրամադրությունը տնկավ, հա ոնց որ թե։ Չէ, տրամադրությունը չի ընկել։ Ընդհակառակը տրամադրված եմ լուրջ աշխատանքի։ Այդ լավ է, որ տրամադրված ես։ Նստի։ Որովհետև գործը շատ կա անելու։ Լավ, ես գնամ չխանգարեմ։ Հա, շատ լավ։ Որովհետև ես գործում լի իրոք
կներես, բայց ես չեմ կարող գամ։ Այսինքն կարող։ Չեմ կարող ու չեմ անի։ Կներես։ Ես սխալվեցի։ Ես ահավոր մեծ սխալ գործեցի, որ քեզ վստահեցի։ Եթե կարես ների։ Մարիկ գնա, հա։ Հեռացի ստեղից, գնա։ Փախկոտի մեկն ես։ Թողեցիր փախար։ Այ շշմատ, պայուսակը կարգին տեղ դիր։ Մենակ իրան շուտ տուն գծի, որ Այ ապրես, որ գլուխդ կախ միայն քո գործով զբաղվես, այս տանը բոլորը քեզ կսիրեն ու կհարգեն։ Ֆազնիվ ջան, մենակ սերու հարգանքով փող չես աշխատի։ Աղջիկ ջան, էլ քեզ ոչ մի բան չի օգնի։ Սրանք ինչ են, օրիորդ կարին է։ Այդ որտեղից քեզ պայուսակս ես մտել։ Խնդրեմ, տեսում համար արդեն ուշ։ Դուրստեղ հենց հիմա, գողի մեկը։ Ոչ, Իջև չասես, թե սրանք քեզ որտեղից, չեմ տա։ Գողի մեկը, հենց հիմա դուր էստեղ քեզ ասեցի։ Գողը դու ես, անամոթ։ Գոնե կեղտոտ գործերը տանելուց առաջ հետքերդ վերացրու։ Պայուսակդ միամիտ գետնին էր ընկել, եղած-չեղածդ էլ թափվել էր։ Քեզ ոչ մեկ չէր խնդրում իմ պայուսակի պարունակությունը ուսումնասիրես։ Ձեններդ կտրեք, մի հատ բացատրեք, թե ինչ է կատարվում։ Ինչ կա բացատրելու, մամ ջան։ Էս անամոթը տան բոլոր սենյակի կրկնօրինակ բանալիները արել է ու պահել է իր մոտ։ Ինչ գործ ունի բանալները քո մոտ։ Հա? Ձեր գործը չի։ Քեզ եմ հարցնում։ Ինչ գործ ունի այդ բանալները քո մոտ, որտեղից։ Կարող եք ձեզ պետք է հաշվետվություն տամ։ Ասի ձեր գործը չի եւ վերջ։ Ինչ որ մեկը քեզ ասել է բանալների օրինակը սարքել դուր։ Նելին իր ձեռքով իսկական բանալները ինձ ա տվել ու ասել է, որ ես իմ համար կրկնօրինակները սարքեմ։ Կարող եք ձեզնից պետք է Նելին թույլտվություն հարցներ։ Հարցեր ունեք, բողոքեք իրան, խնդրեմ։ Դու սուտ ես ասում, այ անամոթ։ Նուն է սուս մնա, էլի գլխիդ նոր պատմություններ չսարքես, չլսեցիր ասում ան Նելին ա ասել։ Մամ սուտ է ասում, դու ոնց ես սրան հավատում։ Ասեցի վերջացրու։ Մամ լավ էլի։ Բարի ախորժակ։ Մանեի հետ էի խոսում։ Շատ ա տխրել, որ Արմենը նորից գրելու է գործուղման։ Ես էլ առաջարկեցի, որ մի քանի օրով գա մեր տանը մնա։
Գալու է։ Սիրով համաձայնվեց։ Վաղ առավոտյան այստեղ կլինի։ Ջան, հայտի հետ մի լավ խաղալու եմ։ Լավ գոնե Նարեկն է գնում, թե չէ երեխուն կգզեք երկուսով։ Լավ դելիլ, մի նեղացրու Նարեկից։ Դες արդեն տխուր է, որ գնալու է։ Չնայած թող սովորի, որ բաժանվելու ենք շուտով։ Ինչ բաժանում։ Որոշել եք բաժանվել իրարից։ Չես ասել։ Չէ, առիթ չի եղել։ Ես կասեմ։ Ես մեկ տարով պայմանագիր եմ կնքել Փարիզի ամենախոշոր ընկերություններից մեկի հետ։ Այ քեզ բան։ Ինչպիսի հաջողություն, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ես քեզ հաջողություն եմ մաղթում։ Մեծ հաջողություն։ Շնորհակալություն Հասմիկ ջան։ Դե այնպես չի լինելու, որ այնտեղ մնամ։ Կգնամ կգամ։ Բայց դե ուրախանալու բան չկա, ինչ եք բոլորդ տենց ուրախացել։ Արժան ճիշտն ասած Նարեկն էլ չուրախացավ։ Ուրեմն գործից բան է հասկանում։ Ճիշտն ասած Նարեկը ուզում է, որ մենք շուտ հարսանիք անենք։ Բայց ինքը դա անում է, որ ես չգնամ Փարիզ։ Բայց ինչ սխալ բան կա Ներմայա ջան, եթե Նարեկին լսեիր։ Նման բան չի կարելի ձեռքից բաց թողնել։ Մեկա մի տարուց կամստանանք էլ է։ Ինչ ես հասկանում, եթե Մայան գնաց, էլ հետ չի գա։ Հա, դու վախենում ես Մայային կորցնես։ Շատ։ Կրնայք, տենց աղջկամոց կարելի է բաց թողել։ Բայց ես քեզ նման առիթ չեմ տա։ Հələ ումի։ Մայա, Նարեկ որ գնա կմնաս մեր մոտ։ Իսկ դու շատ ես ուզում։ Համ Մայայի հետ կխաղամ, համ էլ Հայկի, օրս ուրախ կանցնի։ Ուրեմն մի բան կմտածեմ։ Ուրա! Շնորհակալություն։ Merci, pap։ Ճաշից հետո կուզես ինչ որտեղ գնանք։ Գնանք, բայց որ Չգիտեմ։ Կարևոր որ միասին գնանք ինչ որտեղ։ Արմեն ջան, տանն ենք տանը։ Մամ, մի քանի օրով Վրաստան եմ գնում, զանգել եմ, որ ինձ հաջողություն ասես։ Լավ էլի Արմեն, ինչի շուտ չասեցիր, կգայի քեզ բարի ճանապարհ կմաղթեի։ Ոչինչ, մամ ջան, ես էլ եմ նոր իմացա, որ պիտի գնամ։ Խառն չկարողացա շուտ զանգեմ։ Ոչինչ, երբ կվերադառնաս, այն ժամանակ էլ կհանդիպենք։ Իսկ Մանեի ու տղայիդ մասին չանհանգստանաս, ես իրանց մենակ չեմ թողնի։ Մամ, այս քանի օրը Մանեն ու երեխեն էլի ինձ կմնան, դու էլ ուզում ես հանգստացի։ Հա, պապային էլ բարևի։ Լավ, եղավ, դե քեզ բարի ճանապարհ Արմեն ջան։ Հաջողություն։ Արմենն էր ասես, որ մի քանի օրով Վրաստան են մեկնում։ Այն ինչ որ վերաբերվում է տղայիդ գործերին, ինձ չի հետաքրքրում, պարզ է։ Ճիշտ է, Մուշեղ ջան, նունեի վրա ջղայնացա, բայց շատ անհանգիստ եմ։ Հաստատ դա բանալները գողացել է ու տարելա կրկնօրինակները հանել է։ Քանի աչքով չես տեսել, մի մեղադրի, հա։ Հա, ճիշտ ես ասում, բայց հավատա։ Դրանից ամեն ինչ սպասելի է։ Ես ուրիշ բանից եմ վախենում։ Ինչից։ Մի վատ բան կանի, հետո կգցի նունեիս վրա։ Դե հետո արի տակից դուրս արի, խայտարակ կլնենք էլի։ Մի նոր պատմություն կսարքի գլխներից։ Մեծ ասել է, չէ՞ որ Նելին ա տվել։ Հա, ասել է։
Բայց դու հավատում ես, այ միամիտ։ Նելին ինչի պիտի տա։ Նելին աչքով աչք չունի դրա հետ։ Պարզապես մորխաթեր մի կերպ յոլա է տանում։ Ամենաճիշտը այն կլինի, Մուշեղ ջան, որ գնաս Ավետիսին ասես։ Կնիկ վազնանցի, հա։ Երեք այդ մարդուն խառնեք ձեր կնիկների հաշիվների մեջ։ Բանն ես ասել, գնա Նելին էլ ասա։ Այ մարդ, դու հեչ խելք չունես։ Ես քեզ ասում եմ մի անգամ Ավետիսին ասա։ Տես հա, հետո որ մի վատ բան լինի, չասես թե ինչի չզգուշացրիր, Ավետիսին ինչի չասեցինք։ Ավետ հարգը դուր, լավ ես ագա մի բան կմտածել։ Մի մտածի, գործի, այ մարդ, գործի։ Վերկաց գնա։ Կպնես ինձ։ Ասում եմ չկպնես։ Էլի լսի։ Ձերքս բաց թող նարեք։ Վերջ։ Ամեն ինչ վերջացած է։ Էլին ես չի, որ մենակ ես եմ մեղավոր։ Դու էլ երբ ոչմանը չէ։ Ուղղակի ես արեցի առաջի քայլը։ Ու ուղղակի ես վստահ եմ, որ մեծ սխալ կլիներ, եթե մենք գնայինք։ Իմ ամենամեծ սխալը այն էր, որ ես թույլ տվեցի, որ դու իմ կյանքը մտնես։ Քո պատճառով իմ ամբողջ կյանքը տակնու վրա է եղել։ Երանին ինչ որ եղավ մեր միջև եղած չլիներ։ Չգիտեմ ինչի ինձ թվաց, որ դու մյուսներից տարբերվում ես։ Բայց դու սովորական ես ասեր վախկոտի մեկն ես Նարեկ։ Ճանապարհ կտաս։ Մոտը յարը ես հենց խեղճած է կյանքում։ Ինչ էր ասում Մուշեղը, ինչ որ բան է պատահել։ Կարինեն ասել է, որ սենյակի բանալիները դու ես իրան տվել։ Դա ճիշտ է։ Մուշեղը ուզում էր ճշտել։ Ինչ է։ Կարինեն ճիշտ է ասում, թե ոչ։ Բայց ինչի, երբ որ ներքևում է ինձ չհարցրեց։ Երևի անհարմար ասում։ Ինչի։ Ես չգիտեի ինչ պատասխանեի Մուշեղին։ Կներես, ես երևի պիտի քեզ զգուշացնեի։
Կարինեն ճիշտ ասել։ Թե ես եմ նրան բանալիները տվել։ Ես չգիտեի, որ Կարինեն այդքան շատ պարտականություններ ունի։ Որ պարտադիր է, որ նրա մոտելու սենյակի բանալիները լինեն։ Թե ուղղակի ես մտածեցի, որ վաղ թե ուշ պետք կգա։ Կներես երևի սխալվել եմ։ Ես հենց վաղը նրան կարող եմ ետ վերցնել։ Ուսի երեխան հանգիստ։ Բայ։ Երեխան հանգիստ թող։ Արսեն։ Լավ, Լիլի։ Զբաղացնում է Հայկին, ոչինչ։ Ման, բայց թեթև չես հագցրել, չի մրսի։ Ինքը քեզ հիմա չի լսում։ Լրիվ տարված է երեխայով։ Ինչ։ Հեչ։ Ասում եմ, երկուսի տեղը կարող ես 7-ն ունենալ։ Քեզ մոտ լավ էլ ստացվում է երեխա պահելը։ Լրիվ անջատվում ես։ Չես լսում կողքդ ինչա կատարվում, ով խոսեց, ով ինչ արեց։ Իսկ երեխայից լավ բան կա այս աշխարհում։ Արմեն, ուրեմն այդ ընթացիկ հաշիվները կանես ու կզանգես ինձ։ Գիտեմ, բայց վատն է նա, որ այստեղ աշխատակները ձգձգվում են։ Անձրևները շարունակվում են, մենք էլ չենք կարողանում մտնենք շինարապարակ ստուգումներ անցկացնենք։ Դա լավ չի։ Այդ պարապուրդի վնաս մեզ է լինելու։ Հասկանում եմ, բայց մենք այստեղ ոնց որ գերի ընկած լինենք, ոչ նա հետ գանք, ոչ էլ կարողանում ենք մտնենք ու գործը արագ վերջացնենք։ Հասկանում եմ, Արմեն, հասկանում եմ, բայց ուրիշ ելք չունեք, պիտի մնաք մինչև գործը վերջացնեք։ Ոչինչ կգամ բացը կլրացնեմ։ Լավ, եթե նորություն լինի, ինձ անպայման տեղյակ պահեք։ Նարեկին բարևի։ Լավ, Նարեկ քեզ բարևում եմ։ Նարեկն էլ է բարևում։ Երևի կուզես կնոջդ հետ խոսել։ Հիմա հեռախոսը փոխանցեմ նրան։ Արսեն։ Հեռախոսը մանային դա։ Մանե քեզ եմ ուզում։ Ալո։ Հա Արմեն։ Երբեսա մեզ կարոտել է։ Արսեն հանգիստ։ Արսեն, գնանք ում։ Արսեն, արի նստի, ոտքի վրա մի կանգնի այդքան։ Լավ էլի մամ, մենակ ինձ եք կանչում։ Համել մենակ ինքն է երեխային գրկում։ Չեք տալիս ես սիրեմ։ Դու արի նստի, հետո կորոշեք թե ով է երեխային գրկելու, քեզ այդքան ոտքի վրա չի կարելի կանգնել, նստի։ Լավ, դե համբուրում եմ, առայժմ։ Դարտուր ավետիսին հեռախոսը։ Դեմքդ պայծառացավ, մանե։ Ոնց է աչքերդ փայլում։ Դե ամուսնու ձայնն է լսել, դրանից է։ Այո, մամ ջան։ Ես հենց Արմենի ձայնը լսում եմ աշխարհում ամեն բանի մասին մոռանում։ Ջոնո։ Աշխատանքի վայրից եմ մեկ պատասխանել։ Նելի։ Ինչի ես զանգել։ Դու չես հասկանում ես քեզ ինչ եմ ասում։ Ես իմ տեղը չեմ գտնում։ Քեզ սա որ տանջում ես, գիտեմ որ քեզ ուսախապարեցի։ Ինչ եղավ, ինձ մոռացի։ Դու ինձ համար էլ գոյություն չունես։ Խնդրում եմ, տես մի ասա։ Դու ինձ վիրավորում ես։ Ես էլ հենց դա եմ ուզում։ Ինձ թվում է դու այն մարդն ես, ում վրա կարող եմ հույս դնել։ Համ ինչ ես շարունակում։ Դու չես զգում, որ ոչ մի բան հնարավոր չի էլ շարունակել։
Ավետիսը քեզ վստահում է, իսկ դու շարունակում ես նրա հետևից ինձ զանգել։ Դավաճանում ես նրան, չես հասկանում։ Խնդրում եմ, մի ներսես տնորի լավ։ Ես բաժանում ինձ ավելի է տանջում։ Ու պետք է Էլիզաբեթին խառնել ստեղ։ Լավագույնը շուտ ցույց տվեցիր իրական դեմքդ։ Ես նոր եմ հասկանում, թե ում եմ սիրել։ Սիրել։ Ես որ դու ես ասում։ Վերջն արեք, խնդրում եմ, արի շարունակենք, ամեն ինչ վերջացած, այլ չզանգես ինձ։ Էլ ինձ չզանգես։ Չեմ սիրում։ Ազնիվը էլի համով բաներ է սարքե։ Խորենջիկ ջան, քո տատիկ ինչ հաղացնելու են այստեղ, ես գիտեմ։ Հա, նույնիսկ հայկն է մեծ հաճույքով ուտում, չէ՞։ Մանիզուր հույսեր չփայփայես։ Ազնիվին քեզ չենք տալու։ Ոչ մի դեպքում ազնիվին որտակ մենք ինչ ենք անելու։ Կարինեիդ հույսին պիտի մնանք։ Հա, ասես սոված կմնանք, չէ՞։ Ես ավետիս ուր մնաց։ Արսենի հետ շախմատ են խաղում ես բան։ Այո։ Բարև ձեզ, պարոն ավետիս։ Բարև Արմեն։ Որտեղ եք։ Տանն եմ, ինչ կա։ Մենակ եք, թե ձեր կողքին մարդ կա։ Բոլորը այստեղ են։ Իսկ ինչ է պատահել, չեմ հասկանում։ Ավելի շուտ էի ուզում զանգեի, բայց Ինչ բայց Արմեն։ Արմեն։ Խոսա Արմեն։ Նարեկը ինչ։ Մեքենան վերցրել է ու անհայտացել է, չգիտենք որտեղ է, 5 ժամա չկա։ Ինչ ես խոսում։ Որ պիտի գնար։ Վարորդը փորձել է կանգնեցնել, բայց չի կարողացել։ Այդ շրջանում էլ ջրհեղեղներ են, սողանքների վտանգներ կան։ Ինքն էլ խմած էր։ Մի խոսքով բոլորին խառնել ենք իրար, բայց Պապ, ինչ ա եղել Նարեկին։ Արմեն։ Ճիշտն ասա Նարեկին ինչ ա եղել։ Ես չեմ դիմանա, ես ուղղակի չեմ դիմանա, բայց ես սիրում եմ իրան մոր։ Սիրում եմ։ Բայց Նարեկը մահացել է, չէ, դուք ինձ սուտ եք ասում։ Չէ, ցավը տանեմ, չի մահացել, ինչ ես խոսում։ Նարեկը չի մահացել։ Ալո։